Այս օրենքի հետ կապված պահնորդական ծառայության, այս օրենքը վստահաբար չի վերաբերում վարչապետի նրա ուղեկցող անձանց, չէ, այսինքն մասնավոր պահնորդական ծառայությունների։ Չէ, Նիկոլ Փաշինյանին չի վերաբերվում, պետական այլ կառույցներին չի վերաբերում, որտեղ դա ՊՊՑ-ով է։ Դրա համար հանձնաժողովի նիստում ասի բոլոր թիկնապահներին հանել են, որպեսզի Նիկոլ Փաշինյանի շարասուն մի քանի կիլոմետր լինի, եւ ցավոք սրտի այդպես է։ Հայաստանի ամբողջ ոստիկանական համակարգը ծառայում է մենակ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժման համար։ Իրականում ցանկալի չի եւ անթույլատրելի է թիկնազորներով շրջելը, շատ էլ հիմա այդպեսի բան չկա, բայց նաեւ նույն Արթուր Վանեցյանը օրինակ պատական չբերեց, այսինքն երբ որ խտրական վերաբերմունք կա, երբ որ նույն ընդդիմադիր մարդու հետևից ամեն րոպե ոստիկանները գնում են մյուսը 2-3 թիկնապահ մեքենաներով է շրջում, տեսնենք ինչ է լինելու։ Բայց ձեր համար խնդրահարույց չի, որ երբ վարչապետը մի A կետից B կետ է տեղաշարժվում, ամբողջ քաղաքը կոլապսի է ենթարկվում, անգամ անցորդներին հետիոտնային անցումի մոտ ոստիկանները այսպես ուղղակի արգելափակում են եւ չեն թողում մարդը ուղղակի շարժվի իր քաղաքում ոտքով էլ։ Մի անգամ Նիկոլ Փաշինյանին ասացել եմ պատուհանը տիչացրա, որ լսես այն ազդանշաններով ինչ են քեզ ասում։ Այսինքն մարդը, որ իր մասին չի մտածում, որ ամբողջ քաղաքը հայոյում է այդ պահին։ Հրապարակ, հանրապետության հրապարակ մի քանի օր առաջ էր։ Գալիս եմ, որ անցնեմ, ոստիկանները փակել են, մեր քաղաքացիներն եղել ու կանգնել, ոստիկանը փակել, ասում, «Խետ փակ է, կանաչա»։ 20 րոպե հետո կարող է Նիկոլ Փաշինյանը անցնել։ Իհարկե ստիպեցի անցանք բոլորը, բայց ամեն քայլափոխի այդ Իսկ նախկին իշխանությունների օրոք այդպես չէր, ո՞նց էր։ Թիկնապահներ ունեցել են, թիկնազոր ունեցել են, բայց երբեք Հայաստանում այսպիսի բան չի եղել։ Ժամեր առաջ 12 մեքենայով է շրջում, 12։ Այդ 12-ը պաշտոնական իրենց շրջող է։ Հազարավոր ոստիկանների հանում են Սևանի տրոց իր հայրենի Իջևան գնալ գալու համար Կիրակի շաբաթ։